Ի աջակցություն Հայաստանում վարչատարածքային բարեփոխումներին եւ կարեւորելով բազմաբնակավայր համայնքների բոլոր բնակավայրերում միևնույն որակի ծառայություն մատուցելու սկզբունքը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Արենի համայնքում փորձարկել է շարժական արտադրոցական կրթության մոդելը։ Այս մոդելը բացառիկ է նրանով, որ այն ամբողջությամբ համանախագծվել է թե ծառայություններից օգտվողների, այս պարագայում ծնողների եւ երեխաների հետ միասին, ինչպես նաեւ ծառայություններ մատուցողների, տեղական ինքնակառավարման մարմինների։ Եվ այս ոլորտային ծառայության փորձարկմամբ բազմաբնակավայր համայնքներում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նոր չափորոշիչ ենք սահմանել ոլորտային ծառայությունների նախագծման եւ իրականացման համար։ Մոդելի շրջանակներում համայնքի 9 բնակավայրերում հասանելի է դարձել արտադրոցական կրթության ծառայության թվով 3 բաղադրիչներ կապված ֆիզիկական ակտիվության, խելացի գյուղատնտեսության եւ երաժշտական կրթության հետ։ Շարժական արտադրոցական կրթության ծառայությունը հասանելի է լինելու Արենի համայնքի բոլոր բնակավայրի 8-ից 16 տարեկան բոլոր երեխաներին։ Արդյունքում ունենք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համանախագծված համայնքային ոլորտային ծառայություն, որը հնարավոր կլինի մատուցել նաև միջհամայնքային միավորումների միջոցով։ Եթե խոսենք փաստերով, ապա միջինում մեկ արտադրոցական կրթական ծառայություն մատուցող խոհակի կողմից արեկան կտրվածքով շուրջ 100 երեխայի ծառայություն մատուցելու համար համայնքի բյուջեից ծախսվում է 16 միլիոն ՀՀ դրամ։ Իսկ շարժական եղանակով արտադրոցական կրթական ծառայություն մատուցելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ամսական ծախսերով 400 000 ՀՀ դրամ ծառայությունը հասանելի դարձնել շուրջ 135 երեխա։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք համայնքում ներդնելու համանախագծման արժանքով ձևավորված ծառայություն։ Փորձարկվող մոդելի շնորհիվ համայնքում ունենք այնպիսի արտադրոցական կրթության ծառայություն, որը հասանելի է համայնքի բոլոր երեխաներին։